Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1302-րդ օրն է, անձրևոտ օր է, լավ լուրերի կարիք կա, եւ մենք ունենք այդ լուրերը։ Ուկրաինական դիվերսիոն խմբերը կաթված են արել երկաթուղային հաղորդակցությունը Եկատերինբուրգի մոտակայքում, Ալեքսեևկան կարող է կրկնել Կոնդրատովկայի ճակատագիրը, ռուսական զետալիկները կանխատեսում են Պուտինի բանակի համար նոր աղետ Սումիի մարզում, միևնույն ժամանակ Ռուսաստանի Ռոստովի մարզի Մարոզովսկ ավիաբազան, որտեղ տեղակայված են Սու-34 տեսակի ռմբակոծիչներ կրակի մեջ է։ Պատերազմող Ուկրաինայում չեն մոռանում պատմական ժառանգության մասին, Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարում նոր միջոցառում է նախատեսվում վաղը, նվիրված հայոց պատմությանը, ավելի ճիշտ հայ-ուկրաինական փառավոր պատմության էջերին։ Միջոցառման նախաձեռնողներն են տաճարի տնօրինությունը, համայնքը եւ դեսպանությունը, դե պարզ է եկեղեցու ներկայացուցչի հայոց թեմի ղեկավարի օրհնությամբ։ Երկու բառով մանրամասն միջոցառման մասին շնորհանդեսը պրեզենտացիան նվիրված է Մանկերմանի ճանապարհ Սոֆիայի գրաֆիտիի չհորինված պատմությանը, որը Կիևի գիտնականները կներկայացնեն լայն լսարանին։ Կիևի Սուրբ Սոֆիա տաճարի վրա հայկական գրաֆիտիի հանրաճանաչ գիտական ուղեցույցի եւ կատալոգի մասին է խոսքը, նկարազարդված։ Այս ուղեցույցը եւ կատալոգը նվիրված են Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության քիչ հայտնի դրվագներից մեկին, այն ժամանակաշրջանին, երբ եկեղեցու հարավային ներքին սրահում մեկ դարից ավել 16-ից 17-րդ դարերում հայերեն լեզվով պատարակներ էին մատուցվում։ Բազմիցս պատմել եմ մեր լսարանին Ուկրաինայի գլխավոր տաճարի այս հայկական էջերի մասին։ Հենց այս ժամանակահատվածում է, որ Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում հայտնվել են բազմաթիվ հայկական գրաֆիտիներ։ Հեղինակները հանրաճանաչ ձևով վերակառուցել են այս արձանագրություններից երկուսի հնարավոր ծագումը Կիևի հայ համայնքի լայն համապատկերի ֆոնին, կամ ինչպես այն ժամանակ հայերն էին անվանում Մանկերման, դե հայերը վաղուց են ապրում Կիևում, ամեն ինչի իրենց հայկական անվանումներն ունեին։ Չնայած ներկայացման թեթև ոճին, պատմությունը հիմնված է լուրջ պատմական հետազոտությունների վրա, որոնց հղումները տրվում են համապատասխան բաժնում։ Գրքի երկրորդ մասում ներկայացված է Սուրբ Սոֆիա տաճարի պատերին պահպանված բոլոր հայկական գրաֆիտիների ամբողջական կատալոգը, քիչ դիագրամների եւ լուսանկարների շնորհիվ յուրաքանչյուր ընթերցող կկարողանա ինքնուրույն գտնել տաճարի ներսում առկա ցանկացած արձանագրություն։ Ահա այսպիսին է Ուկրաինայի հայ համայնքը պատերազմի ժամանակ, չենք մոռանում նաեւ մեր պատմության մասին, իսկ ուկրաինացի գիտնականների վերաբերմունքը հենց երևում է նման միջոցառումների կազմակերպմամբ երկրի գլխավոր տաճարի տարածքում, ինչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է պահպանության տակ։ Այստեղի գիտնականները ամենամեծ համբավ ունեցողներն են, այնպես որ նույնիսկ պատերազմի ժամանակ մենք մեր պատմությունը, մեր հայկականությունը չենք մոռանում, իսկ այն մարդիկ, ովքեր որ փորձում են ինչ-որ տարբեր պատճառներով ցեղ շպրտել համայնքի վրա, շատ հեշտ է նայել, թե ովքեր են դրանք, պարզապես տեսեք, թե քննադատողները ովքեր են, ինչ արած ունեն հայերի համար, համայնքի համար։ Մենք գիտենք, որ համայնքը մեծ օգնություն է տրամադրում երկրին, սկսած պատերազմի առաջին օրից, ինչը պետությունը, Ուկրաինա պետությունը գնահատում է, դա երևում է պարգևներից, պարգևների քանակից, այս մասին շատ ենք խոսել։ Օրերս նման հարցեր կային, պարզապես հարկ համարեցի կարճ անդրադառնալ։ Պարզապես նայեք, եթե ինչ-որ մեկը փորձում է քննադատել, թե ով է նա, ինչ արած ունի եւ որտեղ է եղել, երբ որ պատերազմը սկսել է։ Կարճ պատասխանեցի են հնչող հարցերին։ Ուկրաինայի հայ համայնքը ամուր է, կա, իր աշխատանքը շարունակում է, իսկ քննադատողները լավ կլիներ փորձեին ինչ-որ բանով օգտակար լինեին համայնքին, ոչ թե ինչ-որ ցեղ շպրտեին։ Ձեզ համար կարճ եթերում կխոսենք նաև ռազմաճակատի մասին, Թրամփի բլեֆի բացահայտման մասին կխոսենք այսօր։ Թրամփը կարծես Եվրոմիության դեմ թակարդ է լարում հանուն Պուտինի։ Եվրոպական միությունը առաջիկա օրերին մտադիր է սահմանել նոր պատժամիջոցներ այն չինական ընկերությունների նկատմամբ, որոնք ունեն առևտրային կապեր Ռուսաստանի հետ, սակայն ըստ ինսայդեր աղբյուրների, որոնց վրա հղում է անում Պոլիտիկոն, Ամերիկայի նախագահ Թրամփի համար դա կարող է բավարար չլինել, իսկ թե ինչու կխոսենք քիչ հետո։ Իդեպ Թրամփը հնարավորինս երկար ձգձգեց Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը, բայց նույնիսկ այդ ձգձգումը չօգնեց Վլադիմիր Պուտինին հաջողության հասնել իր ամառային կամպանիայի ընթացքում։ Իդեպ Թրամփի հավանության վարկանիշը իր երկրորդ ժամկետում իջել է մինչև 39%-ի, մինչդեռ նրա հակավարկանիշը հասել է 57%-ի։
Մինչ օրվա հիմնական թեմաներին անցնելը խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել YouTube-ի գործիքներից օգտվելուն։ Իմջալոց շնորհակալ եմ, որ արձագանքեցիք երեկվա խնդրանքիս եւ տեղեկացրեցիք հեռարձակումը դիտելու հետ եղած խնդիրները եւ արդեն ինչ որ հասկանալի պատկեր է սկսում ձևավորվել։ Կարևոր է նաեւ, որ հասկանանք խնդիրը տեխնիկական է։ Հուսանք YouTube-ը իր նորարարությունը շուտ կավարտի, իսկ այս ընթացքում խնդրում եմ մի քիչ ավելի ակտիվ լայքել եւ տարածել մեր եթերները։ Դե սոցիալական ցանցերը հենց սրանով էլ տարբերվում են հեռուստատեսությունից, որ լսարանը ինքն է որոշում, թե ինչքան պետք է տարածում գտնի տեսանյութը, հենց իր լայքերով եւ սոցիալական ցանցերում կիսվելով, այնպես որ մենք միասին ենք մեր գործը անում։ Խնդրում եմ օգնել եթերը տարածելու համար։ Պոլիտիկոն կարծում է, որ Դոնալդ Թրամփը Եվրոմիությանը ներկայացնում է մի շարք պայմաններ, նախապես իմանալով, որ դրանք անկարելի է իրականացնել։ Այս քայլերով նա կարող է հետագայում հայտարարել, թե իբր ոչինչ չի կարող անել Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը կանգնեցնելու համար, այսինքն նա փորձում է պատասխանատվությունը իրենից գցել դեպի Եվրոմիության երկրների վրա։ Եվրոմիությունը արդեն երկար ժամանակ է փորձում է համոզել Թրամփին խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաև այն երկրների, որոնք շարունակում են գնել ռուսական նավթը։ Սպասվում է, որ այսպիսի ճնշման պայմաններում, օրինակ Հնդկաստանը եւ Չինաստանը կսառեցնեն ռուսական նավթի գնումները։ Դա կարող է հանգեցնել Ռուսաստանի տնտեսության լրջագույն ճգնաժամի եւ ստիպել Պուտինին դադարեցնել պատերազմը։ Իմիջիալոց այս երկրները պարզապես նավթ չեն գնում իրենց օգտագործման համար, սա զուտ բիզնես է եւ ավելի շատ սպեկուլյացիա։ Օրինակ նույն Հնդկաստանը մինչեւ պատերազմի սկսելը Ռուսաստանի արտահանվող նավթի ընդամենը 2% էր գնում, իսկ հիմա ծավալը շատ է մեծացել, այսինքն երկրները պարզապես սանկցիաների վրա փող են աշխատում, սպեկուլյացիա, եւ սա հենց այն հնդիկներին կերակրելու համար չէ, որ որոշ մարդիկ մեկնաբանություններում փորձում էին արդարացնել, որ Հնդկաստանը շատ բնակչություն ունի, պետք է մի կերպ կերակրի նրանց, այդ կերակրումը չպետք է լինի այլ ժողովուրդների սպանդի հաշվին։ Մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է սահմանել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, բայց միայն մեկ պայմանով, եթե ՆԱՏՕ-ի երկրները լիովին դադարեցնեն ռուսական նավթի գնումները եւ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա սահմանեն 50-ից 100% մաքսատուրք։ Պոլիտիկոյի տվյալներով սեպտեմբերի 19-ին Եվրոմիությունը կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդեն 19-րդ փաթեթի մասին։ Այդ փաթեթում ներառվելու են նաեւ տնտեսական սահմանափակումներ մի շարք չինական ընկերությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ։ Սակայն Թրամփի պահանջը բոլորովին այլ մակարդակի վրա է։ Նա ակնկալում է 100%-անոց մաքսատուրք չինական ապրանքների նկատմամբ։ Եվրոպացի դիվանագետները համարում են, որ Թրամփի պահանջները թակարդ են, նրանց գնահատմամբ սա պատասխանատվությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա գցելու փորձ է եւ ոչ պարզ գործելավ ոչի եւս մեկ դրսեւորում։ Միացյալ Նահանգները հաստատել են Ուկրաինայի ռազմական օգնության առաջին փաթեթը, այո, մի զարմացեք, իրականում առաջին փաթեթը Թրամփի օրոք։ Թրամփը վերընտրվելուց հետո առաջին անգամ է նման քայլի գնում, ու միայն հիմա, գրեթե 9 ամիս հետո, ԱՄՆ վարչակազմը տվել է վերջնական համաձայնություն օգնության առաջին բեռների տրամադրելու համար։ Այդ օգնությունը, սակայն, վճարվելու է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից եւ հետո ուղղվելու է Կիև։ Այսինքն անունն է օգնություն, իսկ բնույթը բիզնես է։ Սպասվում է, որ զենքի առաքումը կսկսվի մոտ օրերս։ Վաշինգտոնը վերսկսում է ռազմական ճակերտների մեջ աջակցությունը նոր ֆինանսական մեխանիզմի շրջանակում, որը մշակվել է Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից։ Այդ մեխանիզմը թույլ է տալիս Կիևին փոխանցել զենք Ամերիկայի պահեստներից, բայց դաշնակիցների ֆինանսավորմամբ։ Այն, ինչ հիմա ներկայացվում է որպես նոր օգնություն, իրականում վերաբերում է դեռ օգոստոսի 4-ին եւ 5-ին հայտարարված երկու ծրագրերին, յուրաքանչյուրը $500 միլիոն արժեքով։ Այս փաթեթները հաստատել է Պենտագոնի քաղաքական հարցերով փոխնախագահ Էլբրիջ Քոլբին, հիմա սեպտեմբերի կեսն է։ Այդ ամբողջ ժամանակ Ուկրաինան դիմադրում էր նախորդ վարչակազմից մնացած զինտեխնիկայով, հազվադեպ ստացված օգնությամբ, որն էլ մի քանի անգամ Թրամփի վարչակազմը սառեցրել էր։ Ու այնուամենայնիվ հենց սեպտեմբերին Ուկրաինային հաջողվեց ոչ միայն զգալիորեն դանդաղեցնել ռուսական բանակի առաջխաղացումը, այլ նաև հակագրոհներ իրագործել եւ տարածքներ ետ բերել, թեև Մոսկվայում իրենց տապալումները փորձում են բացատրել վերադասավորմամբ, միևնույն է իրավիճակը զգալիորեն փոխվել է Ուկրաինայի օգտին։ Ակնհայտ է, որ այս նոր ամերիկյան ճակերտավոր օգնությունը կժամանի հենց այն պահին, երբ Ռուսաստանը պատրաստվում է նոր լայնամասշտաբ հարձակման Դոնբասի ուղղությամբ, այնպես որ ցանկացած դեպքում շնորհակալ ենք գործընկերներին աջակցության համար, իսկ նյուանսներին երևի ամբողջությամբ պատերազմից հետո կանդրադառնանք։
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի տվյալներով Ռուսաստանը կուտակում է իր բոլոր ուժերը Պոկրովսկի մոտակայքում, առաջիկա օրերին ամենայն հավանականությամբ մեծ գրոհի փորձ կլինի, չեն դադարում ռուսների Կուպյանսկ ներթափանցելու փորձերը, արդեն մի քանի եթերներում պատմել եմ, որ մաքրման աշխատանքներ են կատարվել, բայց օրը 24 ժամ ռուսները փորձում են ներթափանցել քաղաք եւ այդ մաքրման աշխատանքները շարունակվում են, իսկ Սումիի մարզում թշնամին չի դիմանում ուկրաինական ճնշմանը, ռուս ռազմական փորձագետները ակնկալում են եւս մեկ ամրացված շրջանի կորուստ, ինչը նրանց կարծիքով աղետ է ռուսական բանակի համար։ Ռուսները փորձեցին գիշերը վնասել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքը։ Ճիշտն ասած, ռուսական լոգիկան, ինչպես միշտ, անբացատրելի է, ծանր հրթիռներով հարվածելով երկաթուղոգծերին կամ հոսանքալարերին, հավանաբար պետք է հասկանային, որ մենք արագ կվերականգնենք դա, իսկ իրենց հրթիռների սակավության պատճառով իրենք լուրջ խնդիրներ կունենան։ Հավանաբար նրանք ցանկանում էին ծածկել այն պատկերը, որ ուկրաինական կողմը խաթարել է ռուսական երկաթուղու աշխատանքը, սա երևի թե նրանց համար ամենաարագ միջոցն էր, փորձելով պատկերով փոխարինել, բայց եթե ուկրաինական կողմը դա անում է շատ էժան միջոցներով, ռուսները դա անում են բազմամիլիոնանոց դոլարանոց հրթիռներով։ Պատերազմը վերածվել է նաև տնտեսության, ով ավելի ճիշտ կդասավորի իր ռազմատնտեսությունը, նա էլ հաջողություն կունենա։ Կարևորը, որ ուկրաինական կողմը վաղուց է հաշվարկում բոլոր ծախսերը եւ փոքր ծախսերով կարողանում է մեծ վնաս պատճառել Ռուսաստանին։ Շատ գեղեցիկ կադրեր ունենք մեր Telegram-յան ալիքում։ QR կոդը ձեր էկրաններին է, գրանցվեք եւ վայելեք։ Իմջալոց Կուրսկի մարզից կան գեղեցիկ կադրեր, վաղուց այդ ուղղությունից տեսանյութեր չէինք տեղադրել։ Նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատում արձանագրվել է 183 ռազմական բախում, թշնամին ուկրաինական ստորաբաժանումների եւ բնակավայրերի դիրքերի վրա արձակել է 2 հրթիռային հարված, 2 հրթիռով եւ 74 օդային հարված, նետելով 118 կառավարվող ռումբ։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 4685 հրետանային հարված, այդ թվում 73 հարված ռեակտիվ կայանքներից, ինչպես նաև կիրառվել են ռուսների կողմից 6206 կամիկաձե դրոններ։ Ի պատասխան Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել հակառակորդի կենթանի ուժի եւ տեխնիկայի կենտրոնացման 4 հատվածների ուղղությամբ։ Մարտական գործողությունները շարունակվում են 11 ուղղություններով, Հյուսիս Սլոբոժանյան եւ Կուրսկի ուղղություններով տեղի են ունեցել 9 մարտական բախում, Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են թշնամու 60 հարձակողական գործողություն։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պատճառել զգալի կորուստներ հակառակորդին, ինչպես կենթանի ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով։ Թշնամու թիկունքում խաթարվում են լոգիստիկան եւ հարձակողական ներուժը։ Ռուսական բանակի օրական կորուստների թիվը նորից անցել է 1000-ից ավել սահմանը։ Ռուս օկուպանտների անցած օրվա կորուստները կազմել են 1020 զինծառայող, 5 տանկ, 3 զրահամեքենա, 36 հրետանային համակարգ, 2 ռեակտիվ հրթիռ հրետանային կայան, 360 օպերատիվ մարտավարական դրոն, 108 միավոր ավտոտեխնիկա եւ 1 ծանր հրետանային համակարգ։ Ընդհանուր առմամբ մեկ օրում ոչնչացվել է 512 միավոր թշնամու զինտեխնիկա, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի սկզբից ռուսական բանակի կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի փաստագրված տվյալների արդեն կազմել են 1,097,450 ռուս օկուպանտ։ 2025 թվականի սկզբից ի վեր, միայն այս տարում, Ուկրաինայի պաշտպանության ուժերը արդեն վերացրել են ավելի քան 305,000 ռուս օկուպանտների։ Սա արդեն գեներալ Սիրսկու տվյալներն է այսօրվա։ Եվրոպական միությունը պատրաստվում է ստեղծել դրոնների պատ օգտագործելով Ուկրաինայի փորձը, այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Դրոնների պատը ուկրաինական Քիլ զոնայի մահվան գոտու կրկնօրինակումն է։ Հիշում եք, ռուսները սանիտարական զոնա էին ուզում ստեղծել, սանիտարական գոտի։ Դրա փոխարեն Ուկրաինան ստեղծեց մահվան գոտի, որը տեղափոխեց Ռուսաստանի տարածք։ Հիմա Եվրոպան ուզում է օգտագործել Ուկրաինայի փորձը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Կիևի համար խաղաղությունը պետք է լինի արդար։ Նրա խոսքով բռնությամբ պարտադրված խաղաղություն առանց ազատության դա միայն կխրախուսի Պուտինին փնտրել նոր թիրախներ։ Այս մասին Մերցը ասել է Բունդեստագում ունեցած իր ելույթի ժամանակ, հայտնում է Reuters-ը։ Եվրոպական խորհրդարանը բացում է իր մշտական գրասենյակը Կիևում, այս մասին հայտարարել է ինստիտուցիայի նախագահ Ռոբերտա Մեծոլան, ելույթ ունենալով Ուկրաինայի պարլամենտում։ Մեջբերեմ, մենք բացում ենք Եվրոպական խորհրդարանի մշտական ներկայացուցչությունը Կիևում, Ուկրաինայում
ֆիզիկապես ներկա լինելու եւ ձեր կողքին ամեն օր աշխատելու համար, հայտարարել է Մեծոլան։ Նրա խոսքով Ուկրաինայի անդամակցությունը Եվրոմիությանը ինքնին հանդիսանում է անվտանգության երաշխիք։ Եվրոմիությունը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել մոտ 170 միլիարդ եվրոյի հասնող սառեցված ռուսական ակտիվները։ Շատ երկար պատրաստություններից հետո Բրյուսելը մոտենում է որոշիչ փուլի, մեխանիզմը արդեն գտնված է եւ առաջիկայում սպասվում է բեկումնային որոշում։ Սա Financial Times-ի տվյալներն են։ Ըստ լրատվականի Բրյուսելում ներկայումս քննարկվում է այսպես կոչված ռեպարացիոն վարկերի մեխանիզմը։ Դրա էությունը հետևյալն է՝ ռուսական սառեցված միջոցները, որոնք պահվում են Եվրոմիությունում, վերափոխվելու են առանց տոկոսների թողարկված Եվրոմիության պարտատոմսերի, այդ պարտատոմսերի վաճառքից ստացված միջոցները փոխանցվելու են Ուկրաինային։ Ռուսաստանը կկարողանա այդ գումարը ստանալ միայն մեկ դեպքում, եթե պաշտոնապես համաձայնվի վճարել ռեպարացիաներ Ուկրաինային պատերազմ սկսելու համար։ Դա առիթ եմ ասելու, որ դեռ պատերազմը չավարտված Ռուսաստանին արդեն պատրաստվել է պարտվողի դերը։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները կատարեցին իրենց առաջին ներդրումները ընդերքի զարգացման համար հիմնադրամում, յուրաքանչյուրը $150 միլիոն։ Եվս մեկ լուր Ամերիկայի հետ կապված, Միացյալ Նահանգները տրամադրելու է $2 միլիարդ Ուկրաինային արհեստական բանականությամբ աշխատող դրոնների համար։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Մամուլի տեղեկատվություններով Auterion ընկերության արտադրած մոտ 33,000 ինքնավար FPV դրոնները, որոնք դիմացկուն են ռադիոկապի խաթարումների նկատմամբ, կկազմակերպվեն խմբերով, ռոյերով, եւ կկարողանան իրական ժամանակում հայտնաբերել եւ նույնականացնել թիրախները։ Նորից մամուլի հաղորդագրությունը շատ լավն է, ինչպես ասում են, աչքներս տեսնի իրականանա։ Այսքանն էի նախատեսել այսօրվա կարճ եթերի համար։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, շնորհակալ եմ ձեր աջակցության համար։ Խնդրում եմ նաև չմոռանալ այսօր նույնպես լայքել այս տեսանյութը եւ տարածել այն սոցիալական ցանցերում։ Մաղթում եմ ձեզ լավ տրամադրություն։ Հուսով եմ, որ կտեսնվենք արդեն վաղը։